Մեկ ամսից Վաղաշապատը նոր ավագանի է ընտրելու։ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային հրաժարականից կես տարի անց խոշորացված համայնքի բնակիչները նորից ընտրատեղամասեր են մտնելու նոյեմբերի 16-ին։ Ոչ մեկին էլ չէ դսամ, ամեն մարդ իր շահի համար է։ Ամեն մարդ իր շահի համար։ Ամեն մարդ աթոռի համար կռիվանում է ինքն ստի աթոռը ինքը ինչ վստահ։ Ինչ են անում ժողովրդի համար։ Ոչ մի բան։ Գալիս են խափում են ժողովրդին, ընտրում են, գալիս են մոռանում են ժողովուրդն ով է իրանց համար։ Հա, թալան են անում, բայց ինչ են անում։ Ամեն մի մարդ եկուս կրթություն էլ չունենա բարձրանում, սա հասկանում են, խոտ չեն գուտեն։ Ես եկել եմ խոտակերը իրանք են։ Թե որ ուժերն են մասնակցելու ընտրապայքարին, առայժմ հայտնի չէ։ Հաջորդ շաբաթ են կուսակցություններն ու դաշինքները դիմումները տանելու կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բայց քաղաքում արդեն ապագա ավականու նկատմամբ անվստահության մթնոլորտն է գերակշռում։ Ոչ մի վստահություն, ժողովրդի համար ոչ մի բան միջի հիմա չեն արել ու չեն էլ անում, ու չեն էլ անելու, ու չեմ էլ մասնակցելու։ Չեք մասնակցել։ Չէ, դե մասնակցի կարող եմ։ Որովհետև վստահությունս կորել, հայրենիքը կիսվել է, այլ ինչ մասնակցի։ Եթե կիսված չներ կմասնակցեի։ Վաղաշապատում կարող էր ավականին նոր ղեկավար ընտրել, սակայն քաղաքացիական պայմանագիրը այլ պլաններ ուներ։ Խոյ համայնքը Վաղաշապատին միացնելու որոշում կայացվեց։ Արտահերթն այս դեպքում անխուսափելի էր։ Էջմիածնում կարծում են, որ ԿՊ-ն հատուկ նպատակով է այդ քայլն արել։ Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությանը հաղթանակ է պետք։ Նրանք կարծում են, որ համայնքում իրենց ցուցակի առաջին համարը Արգիշտի Մեխակյանը կբերի ցանկալի հաղթանակը։ Արգիշտի Մեխակյանը Արցախն ազատագրած հերոս Մեխակ Մեխակյանի որդին է։ Խաղաղություն են ուզում, բայց թուրքը մեր հողերում նստած է, ինչ վստահություն։ Իրանց հետ են խաղաղություն ուզում։ Ում հետ։ Հա, բայց դե թող մեր հողերը վերադարձնեն, այն որ նստած է Ջերնուծի գլխին, Գորիսի գլխին, Սևլիչը, թող չմոռանան։ Արգիշտի Մեխակյանը Վաղաշապատի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Էջմիածնում նրա գործունեությունից դժգոհ չեն, բայց չեն վստահում ԿՊ-ի առաջնորդին։ Հիասթափված են Նիկոլ Փաշինյանից հոգևոր մայրաքաղաքում։ Քանի տարիներ առաջ մենք ընտրեցինք Նիկոլին։ Այսօր ինչ ունենք, ոչ մի բան։ Ոչ մեր հողերը, ոչ էլ մեր տղաներին։ Մեր ղեկավարությունը իր խոստումը կատարում է, մեր վարչապետը իր խոստումը կատարում է։ Ինչքան ստեր ասում է, այս 7 տարվա մեջ անդադ խափում։ Վաղաշապատի ավականու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացել նաև Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցությունը։ Սեպտեմբերին գրասենյակ են բացել Էջմիածնում ու ներկայացրել են թեկնածուին։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրն է, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Յուրաքանչյուր քաղաքացուն ինչ է հարկավոր, որ մտածի քաղաքացու մասին։ Ունենանք գեղեցիկ հասարակություն եւ այդ գեղեցիկ հասարակությունը ինչպես է դրսևորում մաքրությամբ, երեխաներին պատշաճ խաղալու տեղ, ունենանք այգի, որը որ չունենք, կարուսելներ չկան, որ երեխաները ժամանակ անցկացնեն, ինչը որ շատ վատ է։ Վաղաշապատի գործող ավականու անդամ Սևակ Խաչատյանը կմասնակցի ընտրություններին։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա առաջադրվելու է առաջ Աչակենտրոն կուսակցության միջոցով, սակայն Խաչատյանը դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին։ Վաղաշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ն է նշանակված։ Խոստումները դատարկ առանց գործերի ոչ մի բան են։ Պետք է ծրագիր ներկայացնեն եւ հետո էլ հետևեն, որ այդ ծրագիրը կատարվի գոնե ինչքան հնարավոր է։ Առաջի փորձից արդեն գիտեմ, որ խոստանում են ու ոչ մի բան չեն անում։ Քարոզարշավի 3 դժվար շաբաթ է սպասվում քաղաքական ուժերին, համոզելու վաղաշապատցիներին, որ գալիս են գործ անելու, դատարկ խոստումներ չեն տալիս։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։